Նարեկ այս առումով մեր բոլորի խղճի քաղբանտարկյալն է, որը իր առողջությունը այո դրեց վտանգի տակ, այսօր էլ հիվանդանոցում է եւ փորձում է եւ նա քաջառողջություն մաղթենք, բայց նույնիսկ այս սթափեցնող քայլը Նարեկ Սամսոնյանի բնականաբար իշխանության վրա որևէ ազդեցություն չի տողելու։ Հակառակ պարագայում չէր լինի Սրբի Գալյանի հերթական ցինիկ հայտարարությունը։ Նա ասել է բառացիորեն եմ ցիտում, որպեսզի հետո մեզ չմեղադրեն խոսքը նենգա փոխելու մեջ, նա ասել է, որ խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում, այլ կալանավորվում է այնպիսի երևույթների համար, որոնք քրեորեն հետապնդելի են։ Այսինքն ինչ որ տեղի ունենում օրինաչափ։ Ես հիմա ստիպված ասեմ, որ Տիկին Սրբուհի Գալյանը սուտ է խոսում, որովհետև դուք նոր հենց խոսում եք Նարեկ Սամսոնյանի իսկապես քաղաքացիական խրախուսելի եւ համարձակ քայլի մասին,